Armenia TV-ին և PM Publishing House-ը ներկայացնում են Նանե հեռուստահանդեսը։ Ծրագրի գործընկերն է Ջազվե սրճարանների ցանցը։ Նոր տարին այն տոնն է, որը միավորում է մեզ, մաքրազերծում և մոռացնել տալիս անցած գնացած բացասական էմոցիաները։ Մեր խնդիրն է պարզապես չկորցնել այդ կախարդական զգացողությունների թելը ողջ տարվա ընթացքում։ Ողջույն, եթերում տոնական Նանեն է։ Դիտեք այսօր Նանե հեռուստահանդեսի եթերում։ Ոչ սովորական և շատ ախորժելի ուտեստ Նանեի ամանորյա խոհանոցում։ Եղեք առողջ և երջանիկ, ամանորյա մաղթանքներ առողջ և գեղեցիկ խորագրում։ Ինչպես շտկել դեմքի թերությունները արագ և արդյունավետ, բոտոքսի առավելություններն ու հակացուցումները։ Եվ առիվասը հանրային ճանաչման, քննադատությունների և իր ամանորյա հիշողությունների մասին։ Ամանորին խոհանոցում կերակուր պատրաստելու գործընթացը վերածվում է շատ կարևոր պրոցեսի։ Տանտիկինները փորձում են այս գործին ընդգրկել ընտանիքի բոլոր հնարավոր անդամներին։ Այսօր մենք պատրաստելու ենք տոնական կերակրատեսակ Պողոսի հետ միասին, ում կարծում եմ հեռուստադիտողները արդեն հասցրել են ծանոթանալ։ Ողջույն Պողոս։ Ողջույն։ Ես այսօր քո օգնականն եմ, կարող եմ օգնել, եթե դրա կարիքը կա։ Այսօր մենք պատրաստելու ենք անուշաբուր։ Անուշաբուրը ըստ առասպելի բավականին հին պատմություն ունի։ Դա մենք դաժարանել ենք Նոյան դաբանից։ Ուզում ենք անդրադառնանք պատմության, հետո դե ընթացքում կարող ենք արդեն սարքենք, չէ՞։ Ինչ շատ է դուր գալիս այն փաստը, որ դու բոլոր բաղադրատոմսերի պատմությունները գիտես, կարծես։ Ես ուզում էի քեզ այդ հարցը տալ, բայց դու միանգամից պատասխանեցիր։ Խնդրեմ, կարող ես պատմել։ Անուշաբուրը այդ ուտելիքն է, երբ Նոյի դաբանը հանգրվանում է Արարատին, եւ որոշում են, որ ինչ-որ բան պետք է ուտեն, եւ դա ի ուրախություն, որ արդեն այդ ջրհեղեղը վերջացել է, որոշում են, որ քաղցր ճաշակեն, եւ ինչ որ իրանց մարանում կա, ամեն ինչ իրար խառնելով ստացվում է այս աբուրը։ Ինքը աբուր անվանում ունի, քանի որ մեջի բաղադրատոմսի առումով բաղադրիչները շատ են, այդ իսկ պատճառով աբուր է, բայց ինքը ավելի թանձր է ստացվում, մեջը բարունակում է ցորեն, դեղին չամիչ, սև չամիչ, ընդուկ, արջնգույս, ընգույս, նուշ, ծիրանի ճիշտ եւ նուրով պետք է զարդարենք վերջում։ Համեմվում է դարչինով, բավականին մարսողության հետ կապված հեշտ մարսվող ուտելիք է եւ շատ հաճելի։ Մենք այս ուտելիքը Սփյուռքում ուտում ենք ամանորյա սեղանից հետո, այսինքն նոր տարի դիմավորելուց հետո։ Երբ նոր տարին գալիս է, քաղցրով ենք դիմավորում եւ այս ուտելիքն է, որը բերրյության նշանն է նաեւ։ Քանի որ ինչը ցորեն կա, նուր կա։ Մենք հիմա պետք է այս ծիրանի ճիրը կտրատենք մի քիչ։ Ես փաստորեն ոչինչ չեմ անելու, զրուցելու ենք։ Ցորենը ավելի առաջ պետք է թրջենք եւ մի երեկո այդ ջուրի մեջ մնա ինքը, ապա նոր էփենք եւ դա մեր մեծերը ասել են, որ հարս են անում ցորենը, այսինքն երացնելուց հետո իրան փաթաթում են ինչ-որ տաք շորերով ու պահում են մի օր, նոր շաքարն են ավելացնում եւ մնացած այս փաղադրիչները։ Այսինքն սա 3 օր պահված, հա? Այո։ 3 օրվա ընթացքում պատրաստված։ Բավականին երկար պրոցես է։ Այո։ Շատ համով է։ Փաստորեն սա հնարավոր չէ պատրաստել ուղղակի։ Հյուրերը եկան, գիտես, որ մի քանի ժամից հյուրեր են գալու, այդ օրը դու պատրաստես, հնարավոր չէ։ Դա։ Դրանք սպասված հյուրերի համար են փաստորեն։ Այո։ Ամիջապես նոր տարվա հյուրերի եւ նոր տարվա համար է։ Այո։
Սա կտրատեցինք, հետո ինչ ենք անում։ Նուշերը նույնպես ջրի մեջ ենք պահում, որովհետեւ իրանք կարողանանք շատ գլբել։ Դու համտեսել ես ջրի մեջ պահված։ Այո։ Բնդուկը նույնպես եւ ցորենայփելուց հետո բոլոր այս բաղադրիչները խառնելու ենք իր մեջ։ Կարող ենք գնալ եւ պատրաստել։ Խնդրեմ գնացինք։ Շաքարավազը անպայման, ասենք անենք, մնացած բաղադրիչները օքեյ։ Մեզ մեծ կուտեղ է հարկավոր, բայց ոչինչ, մի րոպե։ Այսպես։ Ոչինչ, ես էլի կգամ, խնդիր չկա։ Մեր կերակրատեսակը համարյա պատրաստ է։ Այո։ Հիմա պետք է այդ տոնական իրավիճակի բերենք, զարդարելով։ Օգտագործել ենք անանուխ, նանա։ Պաստորեն դու հաճախ ես պատրաստում այս ուտեստը Ամեն ամեն ճիշտ ասած, որտեղ մեկ անգամ, պաստորեն։ Եթե բանջը զգում եմ, որ ինչ ամանոր չեմ կարողանում սպասեմ, ուզում եմ սարքում եմ։ Իսկ մենք բոլորս էլ սպասումներ ունենք, հա, ամանորից, անկախ նրանից, թե ինչպես է անցել մեր տարին, միևնույն է մենք կարծում ենք, որ հաջորդ տարի էլ ավելի լավ է լինելու։ Դու սպասումներ ունես 2015-ից։ Իհարկե, ինչպես բոլորը, ինչպես ասեցիր, 2015 թվականի նախ անձիս համար ուզում եմ, որ փոփոխություններով լինի։ Ես քեզ ցանկանում եմ սրտանց։ Շնորհակալ եմ։ Եվ ինչպես գիտենք, որ 2015 թվականը ազգային առումով բավականին ընդգծված տարի է պետք է լինի։ Ուզում եմ, որ այդ մեր մտածած բոլոր եղծերն ու երազանքները այս տարի իրականանան։ Աստված Ծիրանի չեր կարած։ Այսպես մեջտեղում։ Հատիկ։ Ամանորի այդ բինակման աստացվելու։ Հասկացա, նոր հասկացա։ Բայց պատին կախելու փոխարեն մենք պետք է ուտենք։ Ու դարչինը փայտիկի տեսքով, սենց դեռ։ Քանի որ դնում այդ դիզայներներ կամ ես Սա դիզայնի համար է թե համ է տալիս յուրահատուկ։ Դարչին հետո ցանելու ենք վրան որպես փոշի, բայց նաև համելա դիզայնի համար է հիմա։ Իմ ամենասիրելի հատվածը ձևավորումն է, անկեղծ եմ ասում։ Կարանք չամիջավի պես գույն տանք իրան։ Տոնածառի խաղալիքներն են մեզ մոտ։ Պատրաստ է։ Վերջ։ Այո, անուշաբուրը։ Անչափ շնորհակալ եմ Պողոս, Ես էլ եմ շնորհակալ։ այսքան հետաքրքիր ամանորյա կերակրատեսակ պատրաստելու համար կարծում եմ մեր հեռուստադիտողները կհետևեն բաղադրատոմսին եւ անպայման կպատրաստեն իրենց տոնական սեղանների համար։ Անուշ ապուր 500 գրամ ցորեն, 200 գրամ ծիրանաչիր, 200 գրամ սև չամիչ, 200 գրամ դեղին չամիչ, 200 գրամ սալորաչիր, 200 գրամ շաքարավազ, 100 գրամ պնդուկ, 100 գրամ ընկույզ, 100 գրամ նուշ, 1 հատ նուռ, 1 նարինջ։ Ամանորյա սեղաններին ամենահաճախ հնչող մաղթանքը առողջ լինենքն է։ Այո, լինենք առողջ 2015 թվականին։ Վերջին ամիսներին մենք հաճախ էինք լինում հայ-ամերիկյան առողջության կենտրոնում եւ քննարկում տարբեր առողջական խնդիրներ, փորձում օգնել մեր կանանց։ Տարին մոտենում է իր ավարտին եւ այսօր մենք հյուրընկալվել ենք հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի մոտ։ Ողջույն Տիկին Խաչանուշ։ Բարև ձեզ։ Ինչպես նշեցի, մենք վերջին ամիսներին հաճախ էինք լինում ձեր կենտրոնում։ Ինչ լավ կամ հուսադրող լուրերով կարող եք ամփոփել այս տարի։ Իսկապես, որ այս տարին մեզ համար ավելի լավ է,
այն առումով, որ այցելուների քանակը շատացել է, սակայն քաղցկեղի թիվը չի մեծացել, որը մեզ ուրախացնում է շատ, որովհետև ինչքան շատ դիմելիությունը բարձրանում է, այնքան դրան զուգահեռ բարձրանում է քաղցկեղով հիվանդ կանանց թիվը։ Սակայն այս տարի մի տեսակ յուրահատուկ է ստացվել, որովհետև ամեն տարի մենք արձանագրում ենք քաղցկեղով հիվանդությունների աճ, ամեն 16-17-րդ կինը հիվանդ է լինում քաղցկեղով, սակայն այս տարվա թվի մեջ միայն կրծքագեղձի քաղցկեղով մոտ 19,000 կին է հետազոտվել, որի մեջ մոտ 600-ն է հիվանդացել քաղցկեղով։ Ուղղակի մենք մեր վերլուծությունների մեջ հանգում ենք այն եզրակացության, որ սրանք այն կանայք են, որոնք արդեն իսկ մեր հսկողության տակ էին, ուստի եւ հիվանդությունը չպետք է արագանար եւ շատանար։ Տարին այսպիսով մեր համար լավ է փակվում, մանավանդ որ արձանագրել ենք մոտ 40,000 կնոջ այց մեր կենտրոն այս մեկ տարվա ընթացքում, սա բավականին լուրջ թիվ է։ Եվ որպես կին, եւ որպես նման առողջական կենտրոնի տնօրեն, որ դեպքում եք համարում, որ ձեր գործը, առաքելությունը կարելի է որակել հաջողված։ Միայն այն դեպքում, երբ որ մենք կարողանում ենք ճիշտ լուսաբանելով հիվանդությունները, ճիշտ լուսաբանելով խնդիրներն եւ խնդիրները, ճիշտ աշխատանքի, ամենօրյա տքնաջան տառապանքի, պետք է ասեմ, արդյունքում կարողանում ենք կանանց համոզել, ոչ միայն կանանց, տղամարդկանց եւս, որպեսզի իրենք ժամանակին դիմեն բժշկի, կանխարգելելու համար այն հիվանդությունները, որոնք առայժմ բուժում չունեն։ Եվ միած միակ բուժումը դա կանխարգելումն է։ Կարծում եմ, որ եթե մարդը ճիշտ է աշխատում, նվիրված է իր աշխատանքին, նա կարողանում է իր ճիշտ գրագետ աշխատանքի արդյունքում մարդկանց բացատրել, համոզել, որ իրենք պետք է մշակույթ ունենան բժշկի դիմելու եւ տարեկան ընդամենը մեկ անգամ հիշեն, որ իրենք շատ կարեւոր են իրենց երեխաների, իրենց ընտանիքների համար, այցելեն բժշկի եւ բացառեն այս կամ այն հիվանդությունն իրենց մոտ։ Մեր նկարահանումների ընթացքում ես լավ հասցրեցի ուսումնասիրել ձեր կենտրոնի բոլոր բաժանմունքները եւ կարող եմ վստահել, որ ձեր կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով։ Ինչ ծրագրեր ունեք 2015 թվականի համար, որոնք կնպաստեն մեր բնակչության առողջության պահպանմանը։ Ես իհարկե շնորհակալ եմ այն ժամանակի եւ այն աշխատանքի համար, որ դուք կատարեցիք մեր կենտրոնում, քանի որ այդ աշխատանքի արդյունքում մենք ունեցանք հարյուրավոր կանայք, ովքեր չգիտեին, ովքեր տեղեկացված չէին, ովքեր շատ ավելի մանրամասն չգիտեին այն ծառայությունների մասին, որոնք մենք մատուցում ենք, եւ նայելով ձեր հաղորդումը, երևի թե սիրելով ձեր հաղորդումը, այցելեցին մեր կենտրոն եւ ունեցանք բավականաչափ մեծ թվով պրոբլեմատիկ կանայք, ովքեր ունեցան իրենց հարցերի լուծումը մեր կենտրոնում։ Կարծում եմ, որ ցանկացած մամուլի միջոց պետք է օգտագործել, որպեսզի մարդիկ ավելի տեղեկացված դառնան այս խնդիրների մասին եւ դրանով իսկ դուք եւս օգնում եք մեզ, որպեսզի մենք կարողանանք փրկել մարդկային կյանքեր։ Սա երևի թե ձեր առաքելությունն է, որովհետև դուք ստիպում եք, նպաստում եք այն հանգամանքին, որ մարդիկ ավելի ուշադիր լինեն իրենց առողջության հանդեպ, եւ ես շատ շնորհակալ եմ իհարկե ձեր այցելությունների համար եւ այն կարծիքի, որ հիմա հայտնեցիք մեր աշխատանքների մասին, մենք եւս ուրախ ենք, որ կարողանում ենք մարդկանց կոմպլեքս հետազոտություններ ապահովել, նրանց բոլոր խնդիրները լուծել եւ լուծել այնպիսի մակարդակով եւ այնպիսի վերաբերմունքով, որպեսզի իրենք վերադառնալուց մենակ չգան, գան արդեն իրենց ազգականի, հարևանի, քրոջ հետ, որը շատ գովելի է եւ շատ նպաստում է մեր աշխատանքի բարգավաճմանը։ Դրա համար ես շատ շնորհակալ եմ ձեզանից։ Իսկ ինչ վերաբերվում է նոր ծրագրերին, ուզում եմ ասել, որ մենք պատրաստվում ենք ունենալ բարձր մակարդակի էնդոսկոպիկ կաբինետ, որը իր մեջ կներառի ստամոքսաղիքային տրակտի մի շարք հիվանդությունների ախտորոշում եւ կանխարգելում։ Իհարկե շատ մեծ նպատակներ ունենք, որոնք կապված են կոմպյուտերային տոմոգրաֆի, ճառագայթային սարքավորումների եւ իհարկե մագնիտային ռեզոնանսային տոմոգրաֆի հետ։ Այս բոլոր նպատակները ես հուսով եմ, որ 2015 թվականին պետք է հասցնենք շուտ իրականացնել, որպեսզի հետո ավելի մեծ ծրագրեր ունենան կապված ավելի նորագույն սարքավորումների հետ։ Բնականաբար տարին ավարտվում է եւ բոլորը որոշակի սպասումներ ունեն գալիք տարուց։ Ինչ սպասումներ ունեք դուք 2015 թվականից եւ ինչ կմաղթեք մեր հեռուստադիտողներին։
Հուսով եմ, որ 2015 թվականին իմ այդ մասնագիտական երազանքների մի փոքր մաս իսկապես կիրականանա, քանի որ մենք ունենք ավելի հեռուն գնացող նպատակներ, ծրագրեր, որոնք երևի թե կիրականանան։ Հուսով եմ, քանի որ մենք ունենք երկու շատ հզոր հիմնադիրներ մեր մեջքին կանգնած, որոնք մեզ թևոթիկունք են, իհարկե խստապահանջ են, երևի թե դա էլ շարժիչ ուժ է դառնում մեր համար, որովհետև պատասխանատու ենք իրենց առջև եւս եւ իրենց պահանջն է, որ մենք իրականացնում ենք աշխատելով այսպիսի մակարդակի վրա եւ անսալով նրանց մտքերին, նրանց նպատակներին, ես կարող եմ ասել, որ այո, մենք 2015 թվականին ունենք հեռու գնացող մեծ ծրագրեր, որոնք անպայմանորեն կիրականանան, դա կապված է նոր սարքավորումների, նոր տեխնոլոգիաների եւ նոր տեխնիկաների հետ։ Ես շատ լավատես եմ եւ համոզված եմ, որ մենք ունենալու ենք հզոր հայրենիք։ Դա շատ դժվար է լինելու իհարկե։ Մենք դեռահասի տարիքում ենք, փոքր ենք դեռևս, բայց համոզված եմ, որ տարիների ընթացքում մենք ինքնահաստատվենք, մենք ավելի հզոր կդառնանք։ Հասկանալի է, որ բոլորս էլ սպասումներով ենք նայում եկող տարվան։ Ես այդ եկող տարվանից սպասում եմ, որ մեր հասարակությունը շատ ավելի առողջ դառնա, որպեսզի իրենք ավելի գրագետ լինեն, որպեսզի իրենց առողջության եւ իրենց ընտանիքների մասին ավելի շատ մտածեն։ Մաղթում եմ, որ բոլորը երջանիկ լինեն, ուզում եմ, որ երեխաները երբեք սարսափի եւ վախի արտահայտություն չունենան իրենց դեմքերին, ուզում եմ, որ մայրերը միշտ ուրախության արցունքներ միայն ունենան, ուզում եմ, որ մեր Հայաստան, Սփյուռք, Արցախ եռամիությունը ավելի հզոր ու կայացած դառնա։ Մի խոսքով ուզում եմ այն ամենը, ինչ որ մայրը կուզեր իր երեխաների ու իր ընտանիքի համար, այս ամենը ուզում եմ իմ ժողովրդի ու իմ հայրենիքի համար։ Եվ համոզված եմ, որ դա մի օր իրականություն է դառնալու։ Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան, մաղթում եմ ձեր կենտրոնին նոր տեխնիկական եւ մասնագիտական նվաճումներ, իսկ ձեզ ցանկանում եմ ամենալավն ու բարին։ Այժմ մենք գտնվում ենք John Rick Spa կենտրոնում, որտեղ հաճախ հյուրընկալվել եւ անդրադարձել ենք գեղեցկությանն առնչվող ամենատարբեր թեմաների։ Այժմ մենք ականատես կլինենք ժամանակակից էսթետիկ բժշկության ամենաէֆեկտիվ մեթոդներից մեկի՝ բոտոքսի ներարկման գործընթացին։ Ողջույն Արգինե։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Գրքին գեղեցկացնում եք։ Այո։ Արգինե, մեր զրույցներից մեկում դուք նշել էիք, որ բոտոքսը ձեր ամենասիրելի նյութերից է համարվում, քանի որ այն արագ եւ տեսանելի գեղեցիկ արդյունք է ապահովում։ Այո։ Բայց շատերի մոտ մտավախություն կա բոտոքսի եւ դրա հետևանքների հանդեպ։ Այ ո՞րն է ամենատարածված մտավախությունը։ Բոտոքսից մտավախությունը հիմնական կողմնակի էֆեկտը դա կոպերի իջեցումն է։ Պրեպարատի ներարկելու ընթացքում բոտուլոտոքսինը կարող է մեկ մկանի մեջից տեղափոխվել մյուս մկանի մեջ։ Դե բնականաբար, եթե մենք ջղայնացի խնդրում եմ, նայեք, եթե մենք վերացնում ենք միջոնքային տարածությունում մկանային կծկումը, որ հաճախորդը բոտուլոտոքսինը ներարկելուց հետո այլևս չի կարողանալու ջղայնանալ եւ մկանները կծկել, բնականաբար եթե ոչ այս մկանի մեջ այն ներարկվի, այլ տեղափոխվի իրեն կողք հարակից մկանի մեջ, որը ասենք կատարում է կոպերի բարձրացնելու ֆունկցիան եւ թուլացնենք այդ մկանը, ինչ կստացվի, որ հաճախորդը չի կարող առհասարակ մարդը չի կարողանա կոպերը բարձրացնի եւ կունենանք կոպերի իջեցում։ Բոտոքսի ամենատարածված կողմնակի էֆեկտը եւ այն մտավախությունը, որ կա բոտուլոտոքսինի ներարկումից հետո միայն դա է, որը ունի ժամանակավոր բնականաբար տևողություն եւ այն կարելի է ավելի շուտ վերադարձնել մկանային կծկումը հետ վերադարձնել, եթե հաճախորդը ճիշտ ժամանակին դիմի բժշկին։ Բայց բնականաբար սա հիմնականում լինում է ոչ ճիշտ ներարկման արդյունքում, բայց երբեմն լինում են դեպքեր, երբ պրեպարատը բոտուլոտոքսինը դիֆուզիայի օրենքով մեկ մկանի մեջից տեղաշարժվում է եւ տեղափոխվում է մյուս մկանի մեջ։ Այդ իսկ պատճառով ոչ մի վախենալու եւ ոչ մի անդառնալի փոփոխություն չկա, միևնույն է կոպերը կվերականգնվեն, մկանները կվերականգնեն իրենց կծկումը։ Եվ իհարկե ճիշտ ներարկելու դեպքում դուք կունենաք միայն գեղեցիկ արդյունք։ Կա տարածված կարծիք, որ բոտոքսի ազդեցության ժամանակահատվածից հետո կնճիռները շատանում են։ Արդյոք դա այդպես է։ Ոչ, դա այդպես չէ, որովհետև բոտուլոտոքսինը նախ ազդեցությամբ տևում է
4-ից 6 ամիս։ Իհարկե կան հաճախորդներ, ում մոտ էֆեկտը տևում է մինչև 1 տարի, տարի ու կես։ Սա ոչ թե պրեպարատի ազդեցությունն է, որովհետև պրեպարատը 4 ամսից հետո ամբողջովին դուրս է գալիս օրգանիզմից եւ մկանը վերադառնում է իր նախկին կծկմանը։ Կան հաճախորդներ, ում մոտ մկանը պահում է իր հիշողությունը չկծկվելու, այսինքն մենք 4 ամիս սովորենք, որպեսզի մկանը չկծկենք, եւ 4 ամսից հետո մենք երկար ժամանակ դեռ հիշողությունը պահում ենք եւ չենք կծկում այդ հատվածը դեմքի։ Իսկ ինչ վերաբերվում է կնճիռների ավելի խորանալուն, ապա ասեմ, որ ոչ, եթե մենք վերացնում ենք բոտուլոտոքսինով միայն միմիկ կնճիռները։ Միմիկ կնճիռներն առաջանում են միմիկայի շարժման ժամանակ, եթե կա մկանային կծկում, ապա մաշկը մկանի հետ նաև կծկվում է։ Որքան շատ է կծկվում, այնքան կնճիռները շատ են առաջանում եւ ավելի խորն են լինում։ Եթե մենք բոտուլոտոքսինով դադարեցնում ենք, կանգնեցնում ենք մկանային կծկումը, հետեւաբար մաշկը դադարում է կծկվել եւ կնճռոտվել։ Այսինքն այն կնճիռը, որը կա, բոտուլոտոքսինի ազդեցությունից հետո դադարել է, այն հետագայում ավելի խորանալու ոչ մի խնդիր եւ բարդություն չունենք։ Հակառակը, մենք ներարկելով ավելի վաղ տարիքում բոտուլոտոքսին կկանխարգելենք ավելի մեծ տարիքում կնճիռների առաջացումը։ Փաստորեն, որքան վաղ տարիքում է կինը ներարկում բոտոքս, այդքան ապագայում խուսափում է կնճիռներից։ Եթե ունենք միմիկ դեմք, ապա այո։ Որքան վաղ տարիքում է ներարկվում, ապա այնքան կանխարգելվում է հետագա կնճիռների առաջացումը։ Վառ օրինակ իմ դեմքը եւ իմ մաշկը, ես շատ միմիկ դեմք ունեմ եւ բնականաբար վաղ տարիքում բոտուլոտոքսինով կանխարգելել եմ եւ մինչեւ այսօր էլ կանխարգելում եմ։ Այդ իսկ պատճառով, եթե հաճախորդը նույնիսկ 25 տարեկան է եւ ունի միմիկ դեմք, որի պատճառով 10 տարուց հետո ինքը արդեն կունենա խորը կնճիռներ, պետք է ավելի վաղ տարիքում այդ ամբողջը կանխարգելել։ Չափից ավելի բարձր եւ եռանկյունաձև հոնքերը բոտոքսի սխալ ներարկման հետևանք է, թե պարզապես նորաձև տրենդ։ Այո, ցավոք սրտի այսօր կա նման երևույթ եւ շատ հաճախ կարող ենք տեսնել աղջիկների, ովքեր ունեն շատ բարձր հոնքեր, ամիմիկ դեմք եւ այսպես տնակի նման, ամեն դեպքում ցանկացած պրոֆեսիոնալ դեմքին ինչ որ մի փոփոխություն անելուց առաջ պետք է հաշվի առնել դեմքի արխիտեկտոնիկան։ Գոյություն ունի դեմքի, ուրեմն ինդեքսներ, որոնք անպայման պետք է հաշվի առնել եւ ի նկատի ունենալ ցանկացած մանրուք։ Եթե հաճախորդը ունի սուր եռանկյունը դեպի ներքև դեմք, ապա իրավունք չունենք հոնքերը բարձրացնել եւ այդպես սուրանկյուններ սարքել։ Եթե հակառակը արդեն տարիքով է եւ եռանկյան սուրանկյունը դեպի վերև է, ապա այս դեպքում պետք է մտածել ստորին երկրորդ դեմքի ձևափոխելու, որպեսզի կարողանանք բարձրացնել եւ եռանկյան սուրանկյունը նորից բարձրանա վերև։ Հոնքերի բարձրացումը կարծում եմ միանշանակ պետք է սազի դեմքին, այսինքն ցանկացած պրոցեդուրա, դա կլինի բոտուլոտոքսին, դա կլինի թելերով դեմքի օվալի ձևափոխություն կամ այն լցնող, ուրեմն հիալուրոնաթթվով պրեպարատների ներարկում, որոնցով մենք կտանք դեմքի այս կամ այն հատվածի շտկում, ավելացում կամ ձևափոխում, սա պետք է լինի միայն տվյալ անհատի դեմքի արխիտեկտոնիկային համապատասխան։ Իսկ դեմքի որ հատվածներում կարելի է կիրառել բոտոքս։ Ուրեմն ճակատի շրջանը, միջհոնքային շրջանը, աչքերի շուրջ, բոտոքս կարելի է կիրառել ստորին ծնոտի դեմքի օվալի, ուրեմն ստրես զոնայի վերացման համար, բոտոքս կարելի է կիրառել բերանի վերևի կիսետի, ուրեմն կնճիռների վերացման համար, եւ իհարկե կարելի է բոտոքսը կիրառել քթի մկանների միմիկ կնճիռների վերացման համար եւ մի փոքր քթի ծայրը բարձրացնելու համար։ Շատ կարծիքներ եւ շատ անգամներ կլսենք, որ երիտասարդ աղջիկները կամ կանայք ասում են շրթունքների բոտոքս են կարել, կամ ինչ որ մեկի մասին խոսելից ասում են շրթունքների բոտոքս չեն անում, շրթունքների վերևի հատվածը կարելի է միայն կիսետի կնճիռները վերացնել բոտուլոտոքսինի ազդեցությամբ, իսկ շրթունքների ծավալի փոփոխությունը դա բոտոքս չի, դա լցնողներ, գելերն են, որոնք հիալուրոնաթթվով կազմվում են։ Հիմա մենք մեր հաճախորդին կսկսենք ներարկել, սկսում ենք ճակատի հատվածից, բնականաբար մի փոքր հոնքերի արտաքին ծայրերը բարձրացնելու խնդիր ունենք, մի փոքր, այդ իսկ պատճառով մենք կվերցնենք ճիշտ մկանի տեղը կորոշենք, որպեսզի կարողանանք ներարկենք։ Մի հատ ջղայնացի։ Կան արդյոք մարդիկ կամ մաշկի տեսակներ, որոնց հակացուցված է բոտոքսը։
կա բոտուլոտոքսինի նկատմամբ անհատական անտանելիություն անհատների նկատմամբ եւ որոնց հակացուցված է բնականաբար բոտուլոտոքսինը եւ կան մարդիկ, ովքեր զգայուն չեն բոտուլոտոքսինի նկատմամբ, այսինքն մարդիկ, ովքեր վաղ հասակում վակցինացվել են բոտուլիզմի դեմ էկզոտիկ երկրներ ուրեմն ապրելու կամ տեղափոխվելու նպատակով, այդ մարդկանց մոտ զգայունությունը բացակայում է։ Այսինքն ազդեցություն չեն ունենա բոլորովին։ Իսկ ալերգիկ երևույթները դրանք այն մարդիկ են այն անհատներն են, ովքեր ունեն անհատական անտանելիություն։ Մենք այժմ տեսանք արագ երիտասարդացման այս գործընթացը, մաշկը շատ երիտասարդ եւ առողջ տեսք ունի, իսկ հնարավոր է այս պրոցեդուրայից հետո անմիջապես գնալ միջոցառման։ Ինչպես տեսնում ենք, մենք ոչ մի արտառոց երևույթներ դեմքի վրա չունենք, այնուամենայնիվ հնարավոր են մի փոքրիկ կապտուկներ, որովհետեւ ամեն դեպքում ինյեկցիոն պրոցեսը մազանոթ է, կարող է վնասվել եւ լինեն փոքրիկ կապտուկներ, բայց հիմա ոչինչ չունենք, ես կարծում եմ մեր հաճախորդը կարող է գնել ցանկացած միջոցառման, իսկ բոտուլոտոքսինի ազդեցությունը վերջնականապես կզգանք 2 շաբաթվա ընթացքում, վերջին օրը, որ վերջնական ազդեցությունը պետք է տեսնել, դա 14-րդ օրն է ներարկումից հաշված, եթե 14 օր հետո մենք կունենանք որոշ ասիմետրիկ ինչ-որ երևույթներ, ապա կորեկցիա շտկում կարող ենք անել միայն 14 օրից հետո։ Շնորհակալ եմ Արգինե, շատ հետաքրքիր էր այս process-ին հետևել։ Մաղթում եմ հետաքրքիր եւ իրադարձություններով լի ամանոր։ Շնորհակալություն։ Ես էլ մաղթում եմ մեր հաճախորդներին եւ ձեզ բոլորին, որպեսզի լինեք առողջ եւ գեղեցիկ։ Շնորհակալ եմ։ Մենք հայերս գենետիկորեն օժտված չենք բարձր հասակով։ Մեր իրականության մեջ 1 սանտիմետր ունեցող կինը համարվում է բարձրահասակ։ Այսօրվա մեր հյուրը ոչ միայն մեր հայերի շրջանում, այլև միջազգային չափանիշներով է համարվում բարձրահասակ։ Մեր տաղավարում է այսօր էպատաժային, ինքնատիպ Եվա Ռիվասը։ Ողջույն Եվա։ Здравствуйте. Շատ ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Спасибо большое, мне тоже очень радостно с вами общаться. Եվա, քանի որ խոսքը գնաց հասակից, միայն մեկ հարց եւ վերջ։ Հետաքրքիր է ինչքան է ձեր հասակը եւ ձեր կյանքում եղել է այնպիսի իրադարձություն, որ ձեր հասակը ձեզ խանգարել է։ Мой настоящий рост 190. Ни больше, ни меньше, как говорится. Больше не расту, вроде бы. Но это без каблуков, естественно. Рост мне никогда не мешал. Я считаю, что это мое большое достоинство очень. И я не променяла бы ни 1 сантиметра ни на что. Мама всегда ругается, говорит, вот, не могла раньше остановиться немножко, хоть 10 сантиметров ниже. Вот. Я говорю, мама, ни 1 сантиметра не отдам. На самом деле это королевский рост, и я только горжусь им. Մեր հայ իրականության մեջ հայկական շոու բիզնեսում կան մարդիկ, ովքեր իրենց ուրույն տեղը ունեն, հա, երգիչների մասին է խոսքը, բայց դուք հայտնվեցիք Եվրատեսիլի ժամանակ եւ բավականին անսպասելի, բայց այն ժամանակ ձեզ հանդիսատեսը ճանաչում էր որպես Եվրատեսիլի մասնակից եւ սոցցանցերում այդքան էլ ակտիվ չէիք, ուղղակի ձեր տեսահոլովակներն էին տեսնում եւ հարցազրույցներ շատ քիչ էիք տալիս, բայց Հայաստանի ձայնը նախագիծը հրավեր ընդունելուց հետո ձեզ մեր հանդիսատեսը ճանաչեց ոչ միայն որպես երգչուհի, այլ նաև որպես մարդ տեսակ։ Հետաքրքիր է, միանգամից ընդունեցիք Հայաստանի ձայնը նախագծին մասնակցելու հրավերը, այսինքն ժյուրիի կարգավիճակում, թե այնուամենայնիվ մտավախություններ ունեիք։ На самом деле сразу согласилась с радостью. Мне было это интересно. И, в принципе, мне было все равно, какая мне будет выгода от участия. И будет ли. Мне было интересно попробовать себя именно в роли учителя. Мне было интересно новый опыт. Оказывается, могу. Могу. И как бы мои вот эти вот... Мои способности управлять людьми, они в прекрасной форме. У меня прекрасно получается учить и делать так, чтобы люди делали то, что я говорю им.
не заставляю, а делаю так, чтобы они хотели так делать. Они научились очень многому в процессе обучения у меня. Я очень довольна этим опытом. Очень. Это означало то, что придет момент в моей жизни, когда я буду учить детей. Обязательно. Еще рано, я еще пока занята своей карьерой и своей жизнью, но вот через много лет я 100% буду учить, потому что за очень короткий срок, за месяц буквально, мои дети начали вообще петь по-другому. Это очень важно. Այս պահին, երբ մենք ձայնագրում ենք մեր հաղորդումը, Հայաստանի ձայնը նախագծի եզրափակիչ փուլը դեռ չի ավարտվել եւ պարզ չի թե ով կհաղթի, ձեր մասնակից Վահեն կհաղթի թե ոչ։ Եվրատեսիլի հարցազրույցներից մեկում, այսինքն մրցույթի ավարտի հարցազրույցներից մեկում դուք ասել եք, որ չեք սիրում պարտվել։ Հետաքրքիր է, ինչ կզգաք, եթե ձեր մասնակիցը չհաղթի։ Իհարկե ես պատկերացնում եմ, որ Վահեն հաղթի, ինչ էմոցիաներ կունենաք, բայց այնուամենայնիվ ինչ կզգաք, եթե ձեր մասնակիցը չհաղթի։ Вы знаете, вообще-то я бы сказала правильно, я проигрывать не люблю. Во время Евровидения все-таки я еще была 21-летняя девочка, и амбиции зашкаливали у меня. Я была не глупой, но чересчур амбициозной. И сейчас я уже немножко по-другому смотрю на жизнь. И я очень много пережила за этот промежуток времени, от 21 до 27. Многому научилась. И сейчас уже и я и сама так иду по этому проекту, не только по этому проекту, а по жизни. И учила своих детей на голосе этому. Победа, она не нужна. Вообще абсолютно не нужна. Это стремление к победе, непосредственно к победе, это излишние амбиции. Надо стремиться к тому, чтобы стать профессионалом. Надо стремиться к тому, чтобы стать лучше, чтобы научиться. Если ты в процессе проекта это сделал, если ты для себя самоутвердился, если ты в глазах своего тренера выглядишь звездой и профессионалом, зачем тебе уже эта победа нужна? Чистая амбиция, в чистом виде. Это плохо. Это не нужно, это лишняя эмоция. Эта эмоция мешает жить. А потом эта эмоция портит настроение. Потому что когда ты изначально готов к проигрышу, если у тебя другие ценности, да, проигрыш тебя не расстраивает. А когда ты проигрываешь перед тем, как ты после того, как ты стремился именно к победе, да, то потом начинаются слезы, истерики, разочарование в жизни. Я не знаю, что. Это все очень-очень портит жизнь. Нервные клетки не восстанавливаются. Поэтому я беру обратно свои слова по поводу того, что я не люблю проигрывать. Все не любят. Но после того, как я научилась правильно воспринимать жизнь, я поняла, что это абсолютно не нужно. И другим тоже советую так же думать. Վերջերս սոցցանցերում շատ եմ հանդիպում ձեր մասին դրական եւ հիացմունքի արձագանքների, բայց դրանց կողքին կան նաեւ քննադատություններ։ Ինչպես եք վերաբերում առհասարակ քննադատություններին։ Мне абсолютно все равно на критику людей. Невозможно сделать так, чтобы тебя любили все. Во-первых, невозможно, во-вторых, не нужно. Даже великих мира сего не любили все. Мнение о человеке всегда складывается 50 на 50. Его невозможно никак изменить. Этого невозможно изменить, потому что у каждого человека есть какие-то собственные предпочтения в зависимости от своего характера. И когда он как отражение в зеркале видит в артисте себя, он его любит. А так как мы все разные, то и отражение тоже получается в разных людях. А полная противоположность характеру человека, естественно, не будет нравиться. А люди, такая есть черта у людей, сувать нос в чужие дела. И слишком много уделять внимания не своей жизни, а чужой жизни. У меня нет такой черты, и я этого никогда не понимала. Но если им нечего делать, как бы Бог им судья. Они начинают это все озвучивать. Наверное, эти люди просто не имеют возможности в жизни быть значимыми для кого-то. Они не имеют возможности сделать так, чтобы их слышали и их мнение было важным. Поэтому они пытаются это все скомканно вылить в интернет. Это низко. Я, конечно, понимаю, что у нас свобода слова,
Но, знаете, когда ты выливаешь куда-то грязь, она в двойном размере возвращается в твою жизнь. Это закон Вселенной. Я это говорю, повторяю, буду повторять всегда. Люди думают, что это шутка, и если в это не верить, то это не произойдет. Это не гадание, это закон. Закон Вселенной, который работает всегда. Даже грубое слово вернется. Так же, как и добро возвращается. Եվ նախագծի ավարտից հետո ինչ եք պատրաստվում անել եւ ունեք արդյոք պլաններ հետագա եւ հետաքրքիր է որտեղ է ձեր տունը, այստեղ եք մնալու թե մեկնելու եք այստեղից։ Недавно смеялись с Арменом Мартиросяном, на тему говорили дома. Он говорил, я не знаю, где мой дом. Я сказала, я тоже не знаю, где сейчас мой дом. Потому что я и здесь сейчас живу, и в Москве, и к маме с папой вот скоро поеду. И везде у меня дом. Но я сейчас как-то на чемоданах больше живу. На сегодняшний день уже год я нахожусь в Ереване, и мне это очень нравится. И в ближайшие полгода, скорее всего, я еще здесь останусь, потому что у меня очень-очень много работы. Вот. Пусть люди не расстраиваются сильно, что некоторые, что я еще продолжаю работать, и что могу подарить людям красивые песни своим отвратительным голосом. Я очень хочу записать альбом. Это вот моя мечта уже много времени. Но, к сожалению, очень много на это нужно средств, терпения и времени не только у меня, но и у Хайко. Потому что я у него на студии записываю, он аранжировки мне готовит. У Анечки, которая пишет мне все песни, как бы это все в комплексе должно быть. И это так растянулось долго с лета из-за голоса, все прервалось. Поэтому, скорее всего, пока я не закончу это, я не уеду отсюда. Когда я все это закончу, можно сделать сольный концерт и ехать заниматься бизнесом ненадолго в Москву. Եվ դուք բավականին էմոցիոնալ կերպով եք երգում Հայաստանի մասին։ Կարող եք նշել 3 բառ, որոնք ասոցացվում են Հայաստանի հետ։ Армения – это дом, это моя вторая родина, это родина. Вот. Для меня Армения – это теплота, потому что здесь меня всегда встречают с широко распростертыми объятиями мои поклонники. Вот. И даже те, кто не встречает, и им спасибо. Как бы я благодарна здесь вот каждой молекуле вот в Армении. Мне она какое-то тепло дает. Не могу этого объяснить. Это гены. И третье слово – это еда. Да. Я очень большая обжора, и здесь самая вкусная кухня на свете, в мире. Нигде, ни в одной стране я не поем так вкусно, как здесь. Это моя самая любимая кухня. И лучше, чем здесь, этого не делают. Вот, честно говоря, я из-за этого сильно поправилась, но не могу себе в этом отказать. То есть я понимаю, что я отсюда когда-то уеду, и я не смогу уже там вкусно поесть. Поэтому я себе здесь в этом не отказываю. Завтракаю, обедаю, ужинаю всякими там блюдами, шашлыками, вкусными картошечками, всякими салатами. Камац мацун, я его вообще обожаю с хлебом. Вот это все нельзя женщине кушать, но я не могу отказаться от этого. Եվ իսկ տոնական ամենասիրելի ուտեստը։ Ну, конечно же, это индейка. Я обожаю вообще. У нас эта традиция в семье была всегда. Раньше, давно мы готовили курицу на Новый год. Потом эта традиция перешла в какую-нибудь утку или гуся. Но моя сестра и я, и мы вот с мамой последние годы все это индюшка, потому что она больше всех, вот, и она очень вкусная. Но, честно говоря, здесь и вот в России тоже не могут так готовить индюшку, как готовят на День Благодарения в USA. Я, честно говоря, была в шоке. Я присутствовала на этом празднике. Мало того, что у них какие-то индюшки абсолютно ненормального размера, вот такие, я не знаю, где их выращивают, такие, но они умудряются так ее приготовить, что ну не придерешься вообще. Мы тут с такими не можем справиться, индейками, да, а там какая-то система очень интересная готовки. Вот, и как бы заболела этим, и мы каждый год пытаемся все-таки улучшить вот это мастерство готовки индюшки, и уже в традицию превратилось. Եվ ո՞րն է ձեր ամենավերջին նվերը, որը համոզված եք եղել, որ հենց ձմեր պապից է եղել։
Ой, как это было давно. Что мне подарил Дед Мороз последний раз? Это было очень давно. И, знаете, папа, он всегда отличался тем, что он мне всегда дарил маленький подарок, средний и большой. Всегда. И на день рождения, и на Новый год. И у него вот всегда так было. Ну, я была маленькая, естественно, я даже не догадывалась о том, что у меня одно и то же происходит вообще и на день рождения, и на Новый год. И на Новый год последний раз, я не помню, что это был за год, была такая большая коробка, и в этой коробке лежал маленький подарок, средний и большой. Вот. Но, честно говоря, я не могу вспомнить, что это было. Но я точно помню, как я взяла эту коробку из-под елки, как я села на диван, открыла эту коробку. Я всегда любила очень этот процесс. Обожала вообще. И скажу честно, я очень расстроилась, когда узнала, что Деда Мороза нет. Мне так хотелось его увидеть. Один раз я даже думала, что я его увидела ночью. И зажмурила глаза, чтобы он не увидел, что я его вижу. Представляете? Եվ ամենք յուրաքանչյուրս էլ երբ ասում ենք մանկություն, այսինքն արտաբերում ենք մանկություն բառը, անմիջապես մի դրվագ է, հա, աչքներիս առաջ գալիս։ Որն է այն հետաքրքիր դրվագը, որը միանգամից քո աչքի առաջ է գալիս, երբ արտաբերում ես մանկություն բառը։ Детство для меня это бабушка, для меня это Новый год и день рождения. Как ни странно. Вот, то, что я сказала бабушка, это не значит, что это не папа и не мама. То есть это естественно, это безусловно. Почему бабушка? Потому что каждый год с самого детства меня отправляли на все лето к бабуле в Кисловодск. Вот мама с папой от меня избавлялись на летних каникулах. И у меня там была как вторая жизнь в Кисловодске. У меня там другие друзья были. И мы вдвоем с бабулей всегда готовили. Всякие там арешту халву вместе делали, пахлаву вместе делали. Она меня всегда баловала всякими вкусняшками. По вечерам смотрели телевизор, днем я всегда гуляла с друзьями. Вот как будто такая, знаете, система ежедневная, у меня летняя система была. И бабуля очень... Это моя единственная бабушка, которую я знала. Ни дедушек не знала, ни бабушек других, только одна она. Поэтому я ее безумно вообще любила. Почему Новый год и день рождения? Потому что папа всегда делал так, что это было абсолютно неповторимые, они были абсолютно неповторимые для меня эти дни. Он такие праздники для меня создавал. Этот ритуал подарков. Вот, знаете, вот мои родители, они так трепетно подошли к моему детству, что оно было настоящим. На Новый год у нас никогда не было дома чужих людей, мы никогда не приглашали друзей. У нас это чисто семейный был праздник. Мы смотрели телевизор, мы готовили там, накрывали на стол. Ничего особенного, вообще ничего особенного. Мы танцевали там, вот, когда была новогодняя программа, пели звезды, песни. Мы с мамой танцевали, я с папой, там, меня брал на руки, и мы танцевали с ним медленный танец. Вот поэтому это очень сильно отпечаталось. То есть каждый из этих праздников для меня был, я все время ждала, когда уже придет Новый год, когда придет день рождения, что папа для меня опять сделает. Ну, вот, в общем-то, папа с мамой, они у меня самые лучшие. Поэтому мое детство было настоящим. Может быть, поэтому я не злая выросла, потому что меня окружили любовью. Եվա, եթե քեզ մեկ օրով փոխանցեին ձմեռ պապիկի ֆունկցիաները, ինչ կնվիրեիր մեր ժողովրդին, քո բարեկամներին առհասարակ։ Если бы я стала Дедом Морозом, то в первую очередь, если говорить о нашей стране, я подарила бы ей богатство. Потому что то, как я представляю себе Армению, когда говорю «Армения», и то, что я вижу, когда я открываю глаза, это две разные вещи абсолютно. Мне не хватает красоты, мне не хватает роскоши. Армения достойна того, чтобы быть роскошной страной. Мне очень обидно то, что все заканчивается на Ереване. Не дай бог выехать куда-то за пределы Еревана. Это не значит, что я сейчас ругаю свою страну. Я говорю факты, и со мной многие согласятся.
Вот, хочу роскоши, хочу красоты, хочу новые здания, хочу, чтобы европейским стало вот это место, чтобы здесь пахло модой, понимаете? Хочу, чтобы в мире говорили об Армении вот именно вот так. О, Армения, она такая, там, туда надо поехать обязательно. Хочу, чтобы как можно меньше стало рабиза, потому что это прошлый век. Это для местных, вот местные живут в этом образе, и поэтому Европа не принимает. Если мы начнем меняться, тогда и страна будет меняться, и тогда мир будет по-другому нас воспринимать. В общем-то, как бы это выглядит вот так, мое желание. Если бы был Дед Мороз, я бы написала бы ему письмо именно вот с такой просьбой. А вот если говорить о близких, в первую очередь это мама с папой, моя сестра с ребенком, с Алексочкой. Я бы хотела для мамы с папой обеспечить старость. Вообще вот на 100%, чтобы не было ни одного такого «хочу», которого бы не было исполнено для них. То же самое и сестре с ребенком. Вот. Ну, в принципе, на этом список моих людей, которым бы я хотела сделать подарок, он, наверное, заканчивается. Мои друзья, безусловно, если бы у меня была такая возможность, если бы это не было шуткой, да, я бы для каждого из своих друзей сделала бы что-то. Обязательно. Как-то бы помогла. Но так как вы говорили только о близких и о стране, то я сказала только о родственниках. Вот. А так, если бы было это все в безграничном количестве, я бы всем бы раздала бы подарки. Деньги, много, машины, квартиры, я не знаю, тем, кто нуждается. В общем-то, я хочу заниматься благотворительностью, поэтому у меня есть такое желание вот, деткам построить там детские дома и для престарелых. Вот. Мне кажется, здесь этого маловато. Ես իհարկե կցանկանայի, որ ընդհանրապես չլինեին ոչ մանկատներ, ոչ ծերանոցներ եւ բոլորն էլ ապրեին իրենց ընտանիքներում, բայց ես քեզ ցանկանում եմ, որ այն բոլոր երազանքները, որոնք դու փայփայում ես, անպայման 2015-ին իրականություն դառնան, թեպետ մի քիչ դժվար է իհարկե քո ցանկությունները, անչափ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, քեզ մաղթում եմ բազում հաջողություններ քո հետագա ձեռնարկումներում։ Спасибо большое, мне очень приятно. Ամանորյա երազանքներն ու սպասումները այն լուսավոր կետերն են, որ հենց ամանորը դարձնում են տոն։ Ուրեմն ամեն օրը տոն դարձնելու համար մեզ մնում է ընդամենը չկորցնել երազելու կարողությունը։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։